հրապարակային տեղադրվեցին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, որով որ պետությունը առաջին հերթին ոտնահարեց հենց քաղաքացիների սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը։ Եթե իրենք գիտեն, որ կան մարդիկ, ովքեր այտենց հատուկ սարքավորումներ ունեն, մարդկանց գաղտնալսում ու լցում են համացանց, գաղտնալսում լցում են համացանց։ Գլխավոր դատախազը ինչի վարույթ չի նախաձեռնում։ Իրավապահ մարմիններ, պարզեք, այս ձայնագրությունը, որ հրապարակվել է, որտեղից է, ինչի հիման վրա է, ում է հասանելի եղել։ Քանի որ մենք գործ ունենք, այս գործերի շրջանակներում մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդումների հետ, պետությանը, դատախազությանը, քննչական մարմիններին ձեռնտու չի, որ պարզեն, քննեն ու հասկանան, թե այդ ապօրինի գաղտնալսումները որ մարմիններն են արել, ովքեր են արել։ Ամեն ձևով փորձում են խուսափել դրան որևէ գնահատական տալուց, որովհետև առավել քան ակնհայտ է, որ այդ գաղտնալսումները իրականացվել են ապօրինի։ Ունեն մի հատ օրենքի խախտմամբ գաղտնալսում, ուրիշ ոչ մի բան չունեն։ Այդ մի գաղտնալսումն է, որը ձեռքաբերվել անհայտ ճանապարհով։ Ու այդ մի գաղտնալսումը իրեն կարողանում են հիմք հանդիսացնել եւ բնակարանում ապօրինի խուզարկություն կատարելու համար, եւ անձանց ձերբակալելու եւ կալանավորելու համար, ինչը անընդունելի եւ անթույլատրելի մոտեցում է։ Հասկանում ես, որ ինքը ուղղակի սրանով այն անձին Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը այս կամ այն չափով չի կիսում իրանց հայացքները, սրա միջոցով ընդհանրապես պետք է հետապնդման ենթարկվի։ Այս թեզի նպատակը դա է։ Նայեք, ինչ եք անում դուք։ Մի արեք ապօրինի գործողություններ։ Հաստատ համոզված եմ։ Գալու է օրը, որ դուք դրա համար պատասխան եք տալու եւ չեք կարենալու դա քողարկեք կամ հիմնավորեք, թե վերադասներ ասում։ Խոսում ենք գլխավորի մասին նախագծի հերթական թողարկումն է, ես Դավիթ Աղաբեկյանն եմ, իմ հյուրերն են այսօր փաստաբաններ Արմեն Ֆերոյանը եւ Լուսինե Մարտիրոսյանը, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Իհարկե անդրադառնալու ենք իրավական ոլորտին, ինչ է կատարվում այդ ոլորտում, շատ, այսպես ասեմ, սկանդալային գործեր կան, հանրությանը հուզող աղմկահարույց գործեր կան, կանդրադառնանք հերթականությամբ, իհարկե առաջնային այս ժամանակահատվածում շատ հանրության հետաքրում է եւ այսպես սկանդալի որոշակի նշույլներ իր մեջ պարունակում այդ գաղտնալսումների հետ կապված տարբեր գործերը, որոնց գաղտնալսումների հիման վրա գործեր են, չգիտեմ, դուք եք փաստաբաններն եք, ընդդիմադիր դաշտը դա կոչում է, այսպես ասած, կարվում են, հիմքում են դրվում գաղտնալսումները։ Հիմա փորձում ենք մենք հանրույթի անունից հասկանանք, թե լավ, գիտենք, որ օրենքը թույլ է տալիս դատարանի սանկցիայի պարագայում գաղտնալսում իրականացնել որոշակի հանցագործությունները բացահայտելու համար։ Հիմա փորձում ենք հասկանալ այն գործերը անվարույթների հիմքում, որ դրված են գաղտնալսումները, դրանք օրենքի շրջանակում են, թե ոչ։ Դավիթ ջան, շատ խոցելի եւ այս վերջին ժամանակահատվածում գոնե թե, ինչ որ առաջնային խնդրահարույց դեպքեր են գաղտնալսումները, որոնք ոնց որ նոր բան է հանրության համար, վերջին շրջանում հրապարակային տեղադրվեցին քաղաքացիների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները, որով որ պետությունը առաջին հերթին ոտնահարեց հենց քաղաքացիների սահմանադրությամբ երաշխավորված իրավունքը, որովհետև ինչպես գիտենք, հենց սահմանադրությունով ամրագրված է 33-րդ հոդվածը, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցության եւ հաղորդակցության այլ ձևերի ազատության եւ գաղտնիության իրավունք։ Պետությունը ինչ արեց, ես կոնկրետ հիմա կանդրադառնամ մի դեպքի, որովհետև այս դեպքն է եւ նմանատիպ շատ դեպքեր կան իհարկե, բայց ես անդրադառնամ Սամվել Խուդավերդյանի դեպքին, որովհետև զարգացումները դեռ շարունակվում են, ինչպես է նաեւ դրանից հետո։ Ինչպես գիտենք, 2025 թվականի հուլիսի 4-ին քաղաքացիների կողմից իրականացվեց ի աջակցություն բարերար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման հավաք։ Հուլիսի 4-ին, կներեք, հենց նույն օրը Media News լրատվական կայքում տեղադրվում է Սամվել Խուդավերդյանի եւ այլ անձի Հայկ Շահբազյանի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումները։ Դա
հստակ փաստ է, որ այդ օրը այդ ժամերին տեղադրվել է հենց Այո, այդ ես խոսում եմ հարթակում։ այս պահին, ես խոսում եմ փաստերից, այսինքն սա ինչ որ մի հատ մարտավարություն է, արատավոր մարտավարություն է, որը որ պետության կողմից հենց իրականացվում է, քրեական գործեր նախաձեռնելու, ապօրինի ինչ չէ, ապօրինի քրեական հետապնդումներ անձանց նկատմամբ իրականացնելու, դրանով շատ լավ հասկանում ենք, թե որն է իրականում պետության նպատակը։ Ինչևէ, տեղադրվեց այդ գաղտնալսումները հենց նույն օրը, հաջորդ օրը արդեն քրեական վարույթ է նախաձեռնվում։ Քրեական վարույթ է նախաձեռնվում եւ անձանց նկատմամբ իրականացվում է հետապնդումներ։ Գաղտնալսումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Սամվել Խուդավերդյանի նկատմամբ ընտրվեց ամենախիստ խափանման միջոցը կալանք խափանման միջոցը անձը զրկվեց ազատությունից, ես նաև հեսա դրան եք անդրադառնամ, թե ոնց է լինում, որ այս պարագայում նմանատիպ դեպքերում քննչական մարմինները, դատարանները եւ դատախազները, չգիտես ինչի, ինչ որ նմանատիպ դիրքորոշում են էլի ունենում։ Ես մի կողմ թողնեմ այն հանգամանքը, որը գաղտնալսումները, որոնք որ մենք գիտենք հրապարակվում են, կոնտեքստից կտրված բովանդակություններ են, մի քիչ էստեղից, մի քիչ այնտեղից, հա։ Իրենք բովանդակությունը իրենց հերթին հենց Խուդավերդյանի դեպքում որևէ հանցավոր արարք իր մեջ չէին պարունակում։ Այսինքն հավաքի ոնց որ նախորդ օրը երկու գործընկեր խոսում են իրենց աշխատանքային հարաբերություններից։ Այս աշխատանքը պետք է անենք, այստեղ պետք է գնանք, չգիտեմ, հաց ուտենք, այս անենք, իրենց երրորդ գործընկերոջ մասին են խոսում, այսինքն բովանդակության մեջ հանցավոր արարք հանցակազմ պարունակող որևէ տար չկար։ Բա ինչին է այդ դեպքում հղում անում իրավական համակարգը։ Հիմա այդ անդրադառնանք դրան, ինչի եմ ասում, կոնտեքստից կտրված, հա, այսինքն եթե անձին օրինակ խոսակցության մեջ ասում են, գնանք այս ինչ տեղը, կամ նույն աշխատանքային հարաբերությունների հետ կապված խոսում են, չգիտեմ, աշխատավարձից կլինի, էլ եմ ասում, հաց ուտելուց կլինի, գնանք ստեղ, այսքան գումար եղավ, այնքան գումար եղավ, այս ամբողջը իր բովանդակությունը աղավաղվում է եւ անպայմանորեն փորձ արվում բերել կապել, գիտեք, ստեղ այս բառը օգտագործվեց, սա կապված էր այս հավաքի հետ։ Նյութապես շահագրգռեցին անձանց, որպիսի մասնակցեն այս հավաքին։ Բայց ստեղ մի բանի վրա իրանք ոնց որ հաշվի չառան մի հանգամանք, որ դրանով ուղղակի քաղաքացիներին չէին կարա վախեցնեին, այսինքն իրենց գերնպատակը, որը որ կար, դրան իրենք չէին հասնի, որովհետև այս բոլոր դեպքերում բոլոր քաղաքացիները հստակ մինչև վերջել պնդում էին, որ թե այդ հավաքներին եւ թե իրենց դիրքորոշման արտահայտումը դա իրենց կամ արտահայտությունն է եղել։ Ինչևէ, Սամվել Խուդավերդյանին մեղադրանք առաջադրվեց, նյութապես շահագրգռել անձանց հավաքներին մասնակցելու հետ կապված, ներկայացվեց միջնորդություն դատարան կալանք որպես խափանման միջոց ընտրելու մասին, անտեսելով այն հանգամանքը, որ այստեղ մենք գործ ունենք միջին ծանրության հանցագործության հետ, Առաջի Այցյանի դատարանը 1 ամիս ժամկետով բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Խուդավերդյանը կալանավորվեց, Սակայն այստեղ լավ էր, որ վերաքննիչ դատարանը գոնե թե գտնվեց օբյեկտիվ եւ իր առաքելությունը կատարեց, վերաքննիչ դատարանի որոշմամբ Սամվել Խուդավերդյանը ազատ արձակվեց, դատարանը արձանագրեց, որ հանցակազմ այստեղ չկա հիմնավոր կասկածը բացակայում է, այսինքն խոսակցությունը, որը որ դրված է իր բովանդակության մեջ որևէ տար չի պարունակում, ավելին անդրադարձավ այդ աղբյուրին, այսինքն այս ձայնագրությունը Ինչի հիման վրա, որտեղից է ձեռք բերված։ Վերաքննիչ դատարանը դրան։ Այո, դրան արդեն վերաքննիչ դատարանը անդրադարձավ, իհարկե որոշ սահմանափակումներով, բայց Խուդավերդյանի կողմից, մեր կողմից ներկայացվեց հանցագործության մասին հաղորդում, ինչն էր այստեղ սկզբունքը։ Պարզել այս գաղտնալսումները, այսինքն երկու ձևով պետք է լինի։ Կամ անձը պետք է ինքը տա իր համաձայնությունը, որպեսզի իր խոսակցությունը, հեռախոսային խոսակցությունները հրապարակվեն, կամ դրա համար արդեն պետք է լինի դատարանի որոշում, կամ սա է, կամ նա է, այսինքն որևէ երրորդ անձի առանց դատարանի կողմից տրված համապատասխան թույլ տվությամբ որևէ անձ չի կարող լսել, առավել ևս հրապարակի իր հեռախոսային խոսակցությունը։ Բայց ինչպես գիտենք, այս դեպքերում էլ մեր դատախազությունը, մեր իրավապահ մարմինները, երբ որ հաղորդումը ներկայացվեց, այսինքն կա փաստ, կա մեդիա նյուզը ամսի 4-ին հրապարակում անում գաղտնալսման, ասում ես, խնդրում եմ իրավապահ մարմիններ, պարզեք, այս ձայնագրությունը, որը որ հրապարակվել է,
որտեղից է, ինչի հիման վրա է, ում է հասանելի եղել, ինչ որ վարույթի ընթացքում է սա հայտ եկել, ինչ որ մեկը հրապարակել առանց թույլտվության։ Կամ ով հնարավորություն ունի գաղտնալսելու ի վերջո։ Եվ ի վերջո ով ունի այդ հնարավորությունը, ասենց մեզ պատասխանում են, ասում են դուք չեք ներկայացրել բավարար փաստեր հանցագործության։ Այսինքն ասում եմ կոնկրետ փաստ կա լրատվական կայք, որը հրապարակում է կատարել, այս հրապարակման հիման վրա վարույթ է նախաձեռնվել, վարույթի շրջանակներում անձի նկատմամբ ընտրվել է ամենախիստ խափամամիջոցը, անձը ազատությունից զրկվել է, միջամտությունը տեղի ունեցել անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքին, խուզարկություններ են տեղի ունեցել եւ այլն, հա, ասում եմ դուք չեք ներկայացրել փաստ։ Դրանից են կոմել ինչ փաստ պետք է ներկայացվեր, շատ լավ հասկանում ենք, որ ամեն ձևով փորձում են խուսափել դրան որևէ գնահատական տալուց, որովհետև առավել քան ակնհայտ է, որ այդ գաղտնալսումները իրականացվել են ապօրինի միջամտություն ա եղել անձի անձնական կյանքին։ Մենք այս իրավիճակ ունենք եւ այս իրավիճակը ինքը շատ արատավոր է, շատ լավ հասկանում ենք, որն է նպատակը իրականում այս ապօրինությունների, ուղղակի ես հույսով եմ, որ ինչ որ մի օր գալու է սահման, որ հասկանալու են, որ այս սահմանը պետք չի հատել, որովհետեւ շատ լավ, երբ որ դու այս արատավոր պրակտիկան թողեցիք, մի օր այս պրակտիկան նաեւ հենց իրենց դեմ է աշխատելու, իմ կարծիքով։ Տեսեք, հարգելի հյուրեր, հիմա դուք ասում եք ի վերջո գալու է այդ կետը, որից այն կողմ արդեն անցնելը հարկավոր չի, գուցե այդպես համարեն, բայց մենք տեսնում ենք, որ վերջերս հրապարակվեց նաև տեսագրություն, բավական աղմկահարույց, այսինքն մարդու անձնական կյանքը ոչ միայն ձայնագրությամբ է հրապարակվում, այլ նաև տեսագրությամբ, ընդ որում ինտիմ բնույթի տեսագրությամբ։ Այո, եւ հենց այդ դեպքում այդ կարմիր գիծը որտեղ է։ Այդ կարմիր գիծը չկա, հենց այդ է խնդիրը, որ այսօր պետությունը այդ կարմիր գիծը հատել է։ Պետությունը այսօր չի պահում։ Բայց պետությունը ասում է, ես չեմ անցել, դա ես չեմ հրապարակում, տեսեք, այդպես չի իրավական համակարգը կամ իշխանությունը։ Եկեք թույլ տվեք հիմա ես որոշակի օրենսդրական մի երկու ձևակերպման մասին խոսեմ ու շարունակենք մեր քննարկումը, ուրեմն օրենքը ինչ է նախատեսում, ասում է անձին գաղտնալսում կամ գաղթի տեսանկարահանում, հա, դա կոչվում է ներքին դիտում, արտաքին դիտում, հնարավոր է իրականացնել, մենակ եթե անձը մեղադրվում կամ կասկածվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, ինչպես գիտենք, մեղադրվում է այո, կամ կասկածվում է նվազագույն։ Ինչպես գիտենք, հանցագործությունները 4 տեսակի են բաժանվում. ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր։ Այսինքն մենակ երկու դեպքով է պետությունը իրավասու, քննչական մարմինն իրավասու, դիմելու դատարանից վերցնելու գաղտնալսում կամ ներքին դիտում, արտաքին դիտում իրականացնելու թույլտվություն, նոր դրանից հետո գնա կատարի իր քննչական գործողությունը։ Բոլորս գիտենք, առանց դատարանի որոշմամբ տվյալ օպերատիվ գործողությունը, ներողություն, տվյալ օպերատիվ գործողություն իրականացնելը ուղղակիորեն հանցագործություն է։ Հանցագործությունը քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, թե անձի մասնավոր կյանքի միջամտելու համար կա քրեական օրենսգրքով նախատեսված հոդված, թե իր լիազորությունների չարաշահման տեսանկյունից կա քրեական օրենսգրքով նախատեսված հոդված։ Հիմա այս հավաքները անցկացնելու հետ կապված հոդվածը 236-րդ հոդվածը, ինքը համարվում է միջին ծանրության հանցագործություն։ Հետևաբար, այդ հոդվածի շրջանակներում օրենսդրական կարգավորումների պահպանմամբ հնարավոր չէ իրականացնել գաղտնալսում օպերատիվ հետախուզական այդ միջոցառումը։ Այսինքն դատարանը ներեցեք այդպիսի որոշում չի տրամադրի, քանի որ կասի ես մենակ այս երկու դեպքում կարամ տամ, եթե ծանր է կամ առանձնապես ծանր է։ Հիմա մեր խորին համոզմամբ, հա, մենք չենք ենթադրում, որ դա այդ գաղտնալսումներն իրական ապօրինի գաղտնալսումները, ինչի ապօրինի, քանի որ ես արդեն պարզաբանեցի, դատարանի որոշումներ չկան ու չի էլ կարա լինի, քանի որ դրանք ոչ մեծ ծանրության եւ միջին ծանրության հանցագործությունների այդ շկալայի մեջ են ըստ էության ընկնում։ Մեր խորին համոզմամբ մասնավոր անձինք դա չեն կարող անել, դա անում են հատուկ, չգիտեմ, ոստիկանական մարմիններ կլինեն, ԱԱԾ մարմիններ կլինեն, հատուկ տեխնիկայով զինված, հատուկ գործիքակազմ ունեցող մարմիններ են այդ գաղտնալսումները անում, որը որ արդեն նշեցինք, իրանց մեջ
ակնհայտորեն պարունակում են հանցագործության տարրեր եւ հատկանիշներ։ Այսինքն դուք Ոչ պնդում եք վաղ անցյալից դուք երևի կհիշեք, որ տեղի էր ունեցել ԱԱԾ տնօրենի եւ ՀԿՑ տնօրենի եւ ՀԿՑ պետի հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումը, չէ՞, միանգամից, վայրկյանական հարուցեցին քրեական գործ, հարուցեցին քրեական գործ, լուրջ պետական ռեսուրսներ կենտրոնացրեցին այդ քրեական գործի շրջանակներում, օպերատիվ միջոցառումներ, տարատեսակ, չգիտեմ, քննչական գործողություններ կատարեցին, լայն քննչական խումբներ գրավվեց։ Նույն իրավիճակը հիմա է։ Կատարվել է մասնավոր անձանց գաղտնալսում խոսակցությունների, որը կատարվել է ոչ օրենքով սահմանված ընթացակարգի պահպանմամբ։ Հետևաբար, վարույթ իրականացնող մարմինը, դատախազությունը պետք է նույն հապճեպությամբ, նույն ջանասիրությամբ, հարուցի քրեական վարույթ, պարզի թե ով արի այդ գաղտնալսումները։ Բայց մեր խորին համոզմամբ այդ գաղտնալսումները, սա իմ ենթադրությունն է, իմ մասնավոր կարծիքն է, դրանք անում են օպերատիվ մարմինները, իշխանական մարմինները, անօրինական ձևով են դա անում, իսկ որպեսզի կարողանան այդ այսպես ասած գաղտնալսումը իրանք ռեալիզացնեն, տեղադրում են ինչ-որ fake էջերով, տեղադրում են կայքում կամ ինչ-որ ձևով հրապարակային են դարձնում հասարակությանը, քննիչն էլ, վարույթ իրականացնող մարմինը, օրինակ ստեղ ոստիկանությունը գրել է, որ ասենք մշտադիտարկման արդյունքում պարզեցի, որ սենց գաղտնալսում կա, այդ գաղտնալսման հիման վրա անմիջապես հարուցում են քրեական վարույթի շրջանակներում արդեն ինչպես իմ գործընկերուհին ասեց, անձ են ձերբակալում, բնակարանների խուզարկություններ են իրականացնում, որը բառից բուն իմաստով ապօրինի է։ Իսկ ինչ ասում վերաքննիչ դատարանը, ինչ ասում առհասարակ օրենսդրությունը, ասում այդ ապացույցի սկզբնաղբյուրը դու պետք է պարզես։ Ոնց ձեռք բերվեց, այսինքն նախ առաջինը պետք էր քրեական վարույթ նախաձեռնել, պարզել թե այդ ապացույցը ոնց ձեռք բերվեց, բայց վստահ եմ բոլորիս համար հասկանալի է, չէ՞, որ քրեական վարույթ նախաձեռնել ամենայն դեպս դատախազությունը չի ցանկանա։ Մի հատ այսպես ասած ռուսական ճշմարտություն կա, չէ՞, որ ասում է քննիչը քրեական գործը պետք է քննի այնքան, մինչև դուրս չի եկել ինքը իր վրա։ Մենք ինչ արեցինք։ Մեր գործընկերուին իր գործընկերոջը հետ ներկայացրեց հանցագործության մասին հաղորդում գլխավոր դատախազություն։ Բոլորս լիահույս էինք, որ շատ արագ քրեական վարույթ կնախաձեռնվի, բայց դատախազությունը անհասկանալի տրամաբանությամբ ասաց, որ այդտեղ փաստեր չկան հանցագործության մասին հաղորդման մեջ, որ քրեական վարույթ նախաձեռնվի, ինչը այսպես ասած աբսուրդի ժանրից է։ Բայց մեր գործընկերները դրանով չսահմանափակվեցին, բողոքարկեցին դատական համակարգում եւ առաջին դատարանը փաստեց, որ այդտեղ կա հանցագործության հատկանիշներ եւ վարույթ իրականացնող մարմինը ուղղակիորեն պարտավոր է նախաձեռնել քրեական վարույթ։ Ու իրոք օբյեկտիվ իրականության մեջ կա այդտեղ հանցագործության հատկանիշներ եւ պետք է քննել ու պարզել, ինչպես որ նախկինում են քննել, ինչպես որ նախկինում են այդ նույն արարքը դիտել հանցագործություն, ինչ տարբերություն ԱԱԾ տնօրենին են գաղտնալսում, թե սովորական մասնավոր քաղաքացու, չէ՞ որ մենք իրավական պետություն ենք, մեր մոտ ժողովրդավարություն է, որևէ տարբերություն չկա, թե որ անձի իրավունքն է խախտվում, ԱԱԾ տնօրենի իրավունքն է խախտվում խոսակցությունների գաղտնիության, թե սովորական մասնավոր քաղաքացու, բայց այս դեպքում, քանի որ մենք գործ ունենք, այս գործերի շրջանակներում մենք գործ ունենք ակնհայտ քաղաքական հետապնդումների հետ, պետությանը, դատախազությանը, քննչական մարմիններին ձեռնտու չի, որ պարզեն, քննեն ու հասկանան, թե այդ ապօրինի գաղտնալսումները որ մարմիններն են արել, ովքեր են արել եւ նրանց տանեն պատասխանատվության։ Եվ ընդհանրապես ով է։ Տեսեք, Արմեն, հիմա նախ ուզում եմ հասկանամ, երբ որ Առաջի Ատյանի դատարանը ի վերջո սրա մեջ հանցագործության տար տեսավ, դա ինչ ընթացք ունեցավ, խնդրում եմ կարճ ասեք։ Մեկ էլ ի վերջո այս նախադեպերը այսօր արդյոք ինչպես Լուսինեն քիչ առաջ ասեց, որոշակի այսպես ասենք մի նոր շարք չի բացում, որ ով ում չասես կարող է գաղտնալսել, հրապարակել, դա հրապարակվի մեդիա դաշտում կամ մասնավոր անձնական, չգիտեմ, էջերում, սոցցանցային եւ դա այսպես մի անասելի ինչ որ իրավիճակ ստեղծի մարդու Հայաստանում մարդու իրավունքների այդ պաշտպանության ոլորտում։ Շատ լավ։
վերջից փորձեմ գալ, իհարկե ինքը շատ արատավոր երևույթ է, ու եթե այս պահին թեկուզ պետական այրերը կամ մեր այս բողոքարկումների արդյունքում այդ process-ի դեմը չառնցվի, ինքը շատ արատավոր երևույթ է արմատավորվելու մեր երկրում։ Իհարկե, բոլորին կարող են անդադար գաղտնալսել, առանց օրենսդրական հիմնավորումների, առանց դատարանի որոշումների, մի հատ fake age-ով դրանք հրապարակեն, դրա մեջ գտնեն հանցագործության հատկանիշների ձևական առկայություն կամ, չգիտեմ, առնչություն ու այդ մարդու նկատմամբ իրականացնեն տարատեսակ հետապնդումներ։ Բացի այդ մարդը ունի մասնավոր կյանքի գաղտնիության իրավունք, կարող է եւ իր ընկերուհու հետ հաղորդակցվում եւ այդ ձայնագրությունը ուղղակի այդ մարդուն չեն սիրում, հա, ուզում են իրան տանիքը քանդեն, իրան ինչ որ վնաս հասցնեն, իր սիրուհու հետ հեռախոսային խոսակցությունները կարող են գաղտնալսել, հրապարակել ու ասել դե ոստիկանությունն ասի դե մենք ինչ անենք, մենք խաբար չենք, գնացեք պարզեք ժողովուրդ, ով է արել դա։ Ով է արել կամ շանտաժի տար կա այստեղ թե ոչ են։ Իհարկե, շատ արատավոր երևույթների դա կհանգեցնի։ Իսկ ինչ վերաբերում է ձեր սկզբնական հարցին, թե դատարանը երբ որ որոշում կայացրեց ու տեղ գտավ, որ առկա է հանցագործության հատկանիշներ եւ պետք է վարույթ նախաձեռնվի, ինչ տեղի ունեցավ, որոշումը մենք վերջին շրջանում ենք ստացել, այն օրինական ուժի մեջ մտած է համարվում հենց հրապարակման պահից եւ մենք գոնե լիահույս ենք, որ դրա այդ որոշումից հետո վարույթ իրականացնող մարմինը կնախաձեռնի քրեական վարույթ եւ նեցուկ կլինի այդ ենթադրյալ հանցագործությունների բացահայտմանը։ Գործընկերուհիս եթե խոսքը ավարտի, ես մեկ այլ դեպքի մասին եւս կպատմեմ, որ պատմությունը այսքանով չի ավարտվում, մենք ունենք նաեւ երկրորդ ապօրինի գաղտնալսման դրվագը։ Հիմա մենք գոնե Խուդավերդյանով ունենք այն իրավիճակը, որ դատանը պարտավորեցրել է, ուղղակիորեն պարտավորեցրել է, որպեսզի նախաձեռնվի քրեական վարույթը եւ արձանագրել է փաստի առկայությունը, հանցակազմի առկայությունը դատարանը գտել եւ արձանագրել է իր որոշման մեջ։ Հիմա լիահույս ենք, տեսնենք, սպասում ենք արդեն հետագա գործողություններին, իհարկե հետևողական ենք լինելու, որովհետեւ ել եմ ասում, սենց չի կարող շարունակվի։ Այդ կարմիր լույսն ու կարմիր գիծը անցել են։ Խոզարկությունների վերաբերյալ խոսենք, հանրության մեջ շատ մարդիկ, չեզոք մարդիկ, որոնք ոչ հարում են, ոչ երկրպագում են իշխանությանը, ոչ ընդդիմությանը, այսպես ասած, երկրպագում են, ուզում են հասկանան, թե ի վերջո խոզարկությունը հասկանալի է, խոզարկությունը ինչ նպատակով է իրականացվում, որպեսզի հանցագործության բացահայտման կամ եթե կասկած կա հանցագործության, ի վերջո խոզարկության որոշակի հիմքեր, փաստեր իմի բերվեն։ Բայց հիմա ընդդիմադիր դաշտը պնդում է, որ շատ խոզարկություններ դարձյալ ապօրին են, այդպես են անվանում։ Իրավական համակարգը դրան հակառակը ասում է, որ մի խոզարկության վրա մատները տնկեք, որևէ ապօրինի գործողություն այդտեղ չկա։ Հիմա չեզոք մարդը ինչպես հասկանա այս ամենը։ Շատ լավ։ Ուրեմն նայեք, խոզարկությունների հետ կապված դա նույնիսկ մինչև հեղափոխությունը մենք ունեինք մի հատ շատ արմատավորված արատավոր պրակտիկա, երբ որ օրինակ օպեր լիազորը մի հատ տեղեկանք էր գրում, որ ենթադրյալ, ասենք, օրինակ ձեր բնակարանում ինքը տվյալներ է ձեռ բերել, որ ձեր բնակարանում պահվում են ապօրինի զենք զինամթերք։ Հա, ձեզ չի սիրում, ձեր բակից է, ձեր հետ վատ հարաբերությունն է, իր կաբինետում նստում մի հատ տես թուղթ էր լրացնում։ Դա տանում տալիս էր քննիչի ձեռքը։ Քննիչի համար դա, այսպես ասած, աներկբա հիմք էր, որ դիմի դատարան եւ դատարանից ստանա ձեր բնակարանը խոզարկելու թույլտվություն։ Դատարանն էլ տեսնում է, որ օպերա հետ է, տենց օպերատիվ տեղեկանք է տվել փաստորեն, դե կարող է եւ տենց բան կա, ու գալի սկսում էին ձեր բնակարանը խոզարկել, քանդել, ամեն ինչ կա, չկա, թափել գետին, դու զգալուց էլ մատ թափ տալ, ասել դե քեզ խելոք կպա այս սրանից հետո։ Այդ արատավոր երևույթը, այսպես ասած, արմատախիլ անելու ուղղությամբ անձամբ ես կոնկրետ շատ երկարատև ջանքեր եմ գործադրել, բողոքարկել եմ վերաքննիչ դատարան, արդյունքի չեմ հասել, բողոքարկել եմ Վճռաբեկ դատարանը շատ կարևոր նախադեպային որոշում է կայացրել։ Ասել է, մենակ այդ օպերատիվ տվյալը բավարար չի, որ դուք գնաք այդ անձի բնակարանը խոզարկեք։ Դուք պետք է կոնկրետ քրեական գործով նյութեր ու ապացույցներ ունենաք, որ այդ անձը գոնե առնչություն ունի այդ հանցագործության հետ, որ այդ անձը вообще զենք զինամթերք
Քի հետ կարար առնչություն ունենար, նոր այդ օպերատիվ տվյալը, այսպես ասած, հավելյալ միջոց հանդիսանար, որ այդ մարդու բնակարանում դուք գնայիք խուզարկեիք։ Ու տևական ժամանակ դա շատ լավ պրակտիկա դարձավ, դադարեցվեց մարդկանց բնակարաններում այդ հիմքով ապօրինի խուզարկություններ կատարել, այսինքն ձեր բնակարանի խուզարկությունը կախված էր լինում բացառապես մի հատ օպերի կմահաճույքից, բայց մենք հիմա այս պահին հետ ենք եկել այն նույն ժամանակները, որի դեմ լուրջ պայքար ենք մղել, էլի։ Հիմա այս մարդիկ ունեն մի հատ օրենքի խախտմամբ 1000 ներողություն հենց ավարտեմ, ունեն մի հատ օրենքի խախտմամբ գաղտնալսում, ուրիշ ոչ մի բան չունեն։ Այդ մի գաղտնալսումն է, որը ձեռքաբերվել անհայտ ճանապարհով։ Ու այդ մի գաղտնալսումը իրան կարողանում են հիմք հանդիսացնել եւ բնակարանում ապօրինի խուզարկություն կատարելու համար, եւ անձանց ձերբակալելու եւ կալանավորելու համար, ինչը անընդունելի եւ անթույլատրելի մոտեցում է։ Ես ձեր թույլտվությամբ հեսա որ ձեր խոսքը ավարտեք, ես կանդրադառնամ երկրորդ, այսպես ասած, դրվագին, այն որ այսպես ձևակերպում չկա, չէ, փոքր հանցանքը ծնում է ավելի մեծ հանցանք։ Ես հեսա ձեզ ուզում եմ պատմեմ երկրորդ ավելի մեծ հանցանքի մասին։ Դե ինչպես իմ գործընկերուհին ներկայացրեց, առաջին հանրահավաքի ժամանակ տեղի էր ունեցել այդ գաղտնալսումը, տեղադրել էին լրատվական կայքում ու մնացած ընթացակարգելով մարդկանց ձերբակալել էին, խուզարկել էին այս կոմենկո։ Հաջորդ հանրահավաքը, ինչպես գիտեք, Սամվել Կարապետյանի աջակիցների կողմից իրականացվել էր 18/10/2025 թվականին, ու հենց նույն օրը անհասկանալի պայմաններում դարձյալ ինչ-որ գաղտնալսում է հայտնվում էլի նույն, հա, լրատվական կայքում, դարձյալ նույն ձեռագրով ոստիկանությունը մշտադիտարկման արդյունքում մեկ էլ հոպ հանկարծ հայտնաբերում է, որ կա նման գաղտնալսում, որտեղ ինչ-որ Գևորգ Սիմոնյան անուն անզգանունով անձ խոսում է, չգիտեմ, իր մտերիմների հետ իբր փող բաժանելու կամ փողային հարցերի շուրջ, որը մեր խորին համոզմամբ ինչ-որ սարկած եւ շինծու ձայնագրություն է, այս ձայնագրությունը հիմքում դնելով հարուցում են քրեական վարույթ ու սկսում են լայնածավալ քրեական պրոցեսներ, հա, խուզարկություններ, չգիտեմ, ըստ լրատվամիջոցների այս Գևորգ Սիմոնյանին են ձերբակալում, ով որևէ կապ եւ առնչություն չունի, թե Սամվել Կարապետյանի հետ, թե նրա մերձավորների հետ, անհայտ մարդ է, հա, ամենայն դեպս մեզ բոլորիս համար։ Բայց ստեղ վարույթ իրականացնող մարմինը մի ավելի ակնառու եւ նոր ապօրինության սխեմա է մշակում, էլի։ Այդ հանգամանքի մասին մեզ հայտնի է դառնում, ամենայն դեպս ինձ, երբ որ խուզարկություն իրականացրեցին իմ վստահորդի բնակարանում, Հայկ Սուքիասյանի բնակարանում, այդ խուզարկության որոշումից եմ ես փոքր մեջբերումներ ուզում անեմ ու մեզ այդ ամեն ինչի մասին տեղից է հայտնի դարձել։ Ուրեմն ինչ են անում։ Ունեն գաղտնալսում։ Գաղտնալսման մեջ Գևորգ Սիմոնյանը խոսում է ինչ-որ անձի հետ, որի հետ ոչ մի կապ առնչություն չունի Հայկ Սուքիասյանը, Հայկ Սուքիասյանի անունն էլ չի տրվում ընդհանրապես։ Բայց այդ գաղտնալսումը լրացնելու համար իրանք սարքում են կեղծ, իմ խորին համոզմամբ, կեղծ օպերատիվ տեղեկատվություն, հեսա կփորձեմ դա ներկայացնեմ ու կուզենամ լսեմ նաև ձեր կարծիքը, մեր հանրության կարծիքը, թե արդյոք դա կեղծ է, թե կեղծ չի, էլի այդ տեղեկատվությունը։ Ասում են, պարզվել է, որ վերնշված բոլոր ձայնագրությունները վերաբերում են 18/10/2025 թվականի Երևան քաղաքի Ազատության հրապարակում մեր ձևով շարժման կողմից կազմակերպված հավաքի անցկացման մասնակցության ապահովմանը։ Նույն տվյալների համաձայն Գևորգ Սիմոնյանը, այն ով որ գաղտնալսման մեջ, հիշյալ հավաքի ավարտից հետո ժամը 01:40-ի սահմաններում այցելում է Կարապետյանների ընտանիքին պատկանող հասցենանշում Ռիոմոլ առևտրի եւ ժամանցային կենտրոնի առաջին հարկում գտնվող Կարապետյանների ընտանիքին պատկանող T Construction ընկերության գրասենյակ։ Նախ ասեմ, հերթով գամ էլի այս օպերատիվ տվյալի կեղծ լինելու իմ թեզիսը, այսպես ասած։ Նախ 01:40-ին Ռիոմոլը երբեք չի աշխատում։ Այն գտնվում է փակ, նրա բոլոր դռները փակ են, այս տեղեկությունը միանշանակ չի համապատասխանում։ Բայց վստահ եք, որ այդ օրը այդ ժամին փակ էր։
ավելի քան վստահ եմ, բայց ճիշտ կանեն վարույթն իրականացնող մարմինները դրա ուղղությամբ քայլեր ձեռնարկեն, պարզ են, փակ էր թե փակ չէ։ Հիմա հաջորդը։ Ռիոմոլի առաջին հարկում Tech Construction ընկերություն գոյություն չունի ընդհանրապես։ Այսինքն օպերատիվ տեղեկանք է սարքել, որ Գևորգ Սիմոնյանը ցույցից հետո գնաց Ռիոմոլ, մտավ ներս, առաջին հարկ եւ մտավ Tech Construction ընկերության գրասենյակ։ Ենթադրվում է, որ նրան հետևել են, հա? Թեև դրա իրավասությունը չեն ունեցել, արտաքին դիտում չէին կարող անեին, լավ, ենթադրենք հետևեց, գնաց ու տեսավ, որ մտավ առաջի հարկ Tech Construction-ի գրասենյակ։ Tech Construction ընկերություն Ռիոմոլի առաջի հարկում գոյություն չունի։ Tech Construction ընկերություն գոյություն ունի Ռիոմոլի 4-րդ հարկում։ Այսինքն այս տեղեկատվությունը կեղծ է։ Վարույթն իրականացնող մարմինը չի բավարարվում միայն այս կեղծիքով։ Նաև նշում է, որ նա հանդիպում է ունենում այդ ժամանակ Tech Construction ընկերության տնօրեն Հայկ Սուքեսյանի հետ եւ հիմնադիր, ասա ունազգանունը գտնեմ, Արմեն Կարապետյանի հետ, ովքեր իրականացնում էին փողերի, այսպես ասած, բաշխման գործընթացը։ Հիմա վարույթն իրականացնող մարմինը մի գրամ ջանք չի փորձել գործադրել պարզելու Հայկ Սուքեսյանը կամ Արմեն Կարապետյանը այդ օրը, այդ ժամին Ռիոմոլի շենքում եղել են թե չէ։ Եթե ջանք գործադրեինք, պարզեինք, տեսնեին, թե նրանք որտեղ են, իսկ Արմեն Կարապետյանը, այսպես ասեմ, տևական ժամանակ, ամիսներ շարունակ Հայաստանի Հանրապետությունում չի էլ գտնվել ընդհանրապես։ Հետևաբար խոսել, որ այս օպերատիվ տեղեկատվությունը ճիշտ է եւ համապատասխանում է իրականության, մեղմ ասած, միամտություն կլինի։ Բայց ինչի է վարույթն իրականացնող մարմինը գնացել այս քայլին։ Ես դրա շարունակությունն էլ գիտեմ, որպեսզի արհեստական հիմք ստեղծի, որ խուզարկություն իրականացնի Հայկ Սուքեսյանի բնակարանում, Արմեն Կարապետյանի բնակարանում եւ Tech Construction ընկերությունում եւ արել են այդ խուզարկությունները։ Հայկ Սուքեսյանի բնակարանից արգրավել են ընտանիքի անդամներին պատկանող հեռախոսները։ Tech Construction ընկերությունից արգրավել եւ տարել են շուրջ 40-ից ավել համակարգիչներ, այն պայմաններում, երբ որ մենք նրանց խնդրում ասում ենք ընկերներ, ուսումնասիրեք համակարգիչները, տեղում արտատպումներ իրականացրեք, այդ համակարգիչները, որ դուք այդպես անկապ հավաքում տանում եք, դա հենց ճնշման բանեցում է այս կամպանիայի նկատմամբ, դա հենց այս ընկերությունը տանում եք դեպի սննկացման ու փակման, ինքը բազմաթիվ պրոյեկտներ ունի, բազմաթիվ շինարարական գործեր ունի, պայմանագրային պարտավորություններ ունի, վարկեր ունի վճարելու, հարկեր ունի վճարելու, աշխատողները պետք է աշխատեն, բայց ոչ մի արդյունք, ամբողջությամբ 40 համակարգիչը արգրավեցին եւ տարան։ Ինչի հիման վրա ապօրինի գաղտնալսման, ապօրինի կազմված տեղեկանքի։ Բայց ավելին ասեմ ձեզ, երբ որ եկան Ռիոմոլի առաջի հարկը խուզարկելու, իրանք տեսան, որ Ռիոմոլի առաջի հարկում բան չկա, Tech Construction ընկերություն չկա։ Քննիչը կազմեց մի հատ տեղեկանք, գրեց, որ Ռիոմոլի առաջի հարկում Tech Construction ընկերություն չկա, Tech Construction ընկերություն կա Ռիոմոլի 4-րդ հարկում։ Այդ էլ հաջորդ կեղծիքն է, ներողություն, 3-րդ հարկում։ Գնացին դատարան դիմեցին, ասեցին դատարան, փաստորեն Ռիոմոլի առաջի հարկում Tech Construction չկա, կա Ռիոմոլի 3-րդ հարկում Tech Construction ընկերություն, թույլ տուր գնանք խուզարկենք։ Դատարանը թույլ տվեց ու եկան խուզարկեցին, բայց խուզարկեցին Ռիոմոլի 4-րդ հարկը, քանի որ դա էլ էին սխալ թույլ տվել, այդ Tech Construction-ը Ռիոմոլի 4-րդ հարկում էր։ Բայց այդտեղ կեղծիկը ինչու՞մ է էլի կայանում։ Ինչի մեջ է թաքնված։ Չէ՞ որ այն օպերը, ով որ հետևել էր Գևորգ Սիմոնյանին, նա տեսել էր իբրև թե, որ եկավ մտավ առաջին հարկ, մտավ Tech Construction-ի գրասենյակ, բայց դու ինչի իման վրա ես, այսինքն այդ օպերատիվ տվյալը արդեն կորցրեց իր իրավազորությունը, երբ որ քննիչ դու եկար տեսար, դա չկա տենց կամպանիա։ Այն մարդը չի ասում բարձացավ վերև, ասում մտավ առաջի հարկում հանդիպեց։ Հետևաբար այդ ժամանակ պետք է դադարեցվեր խուզարկության իրականացումը եւ կասկածի տակ դրվել ձեռբերված օպերատիվ տվյալի իսկությունը։ Բայց այդ անտեսվեց բնականաբար, որոշեցին, որ չէ, պետք է խուզարկենք։ Խուզարկեցին 4-րդ հարկում գտնվող Ռիոմոլի գրասենյակում գտնվող Tech Construction ընկերության գրասենյակը արգրավեցին համակարգիչներ, իհարկե մենք դրա դեմ
եւ խուզարկության դեմ ենք բողոքարկելու եւ պատրաստել ենք հանցագործության մասին հաղորդում, ներկայացնելու ենք այն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, քանի որ մենք գտնում ենք, որ ստեղ առկա է մի շարք նաև պաշտոնեական հանցագործություններ, այդ թվում լիազորությունների չարաշահման տեսանկյունից, գոնե այս դեպքում մենք փորձում ենք հույս ունենալ, որ վարույթն իրականացնող մարմինը շատ մեծ ջանասիրությամբ կնախաձեռնի վարույթ եւ ի վերջո կպարզի նախ այդ գաղտնալսումներն ովքեր են արել եւ արած անձանց կենթարկեն քրեական պատասխանատվության, ինչպես նաև այն օպերը, որ կազմել է ակնհայտ կեղծ տեղեկանք, իսկ թե ինչի է կեղծ, ես արդեն ներկայացրեցի հիմնավորում, կեղծ է այն ձևաչափով, որ ամեն ինչը թողենք մի կողմ, էլի, ասենք ասում են Դավիթը փող է բաժանել այս ինչ օրը, Դավիթը այդ ինչ օրը Հայաստանի Հանրապետությունում չի գտնվել, դաժե ամիսներ առաջ Հայաստանում չի գտնվել, էլի, լեն մյուսները դնենք մի կողմ։ Կարծում եմ այդ օպերի նկատմամբ կոնկրետ իրականացվի քրեական հետապնդում եւ նա կենթարկվի քրեական պատասխանատվության։ Ես իմ խոսքերում միշտ եմ մեր գործընկերներին, հա, կլինի դատախազության աշխատակիցներ, դատարանի, ոստիկանության, հա, ուժային կառույցներին, բոլորին միշտ կոչ եմ արել, ընկերներ, կանգ առեք մի բա եւ նայեք ինչ եք անում դուք։ Մի արեք ապօրինի գործողություններ, հաստատ համոզված եմ գալու է օրը, որ դուք դրա համար պատասխան եք տալու եւ չեք կարենալու դա քողարկեք կամ հիմնավորեք թե վերադասներ ասում։ Այդ վերադասի ձեռը բռնած պատասխանատվության եք ենթարկելու։ Նորից եմ խնդրում, քանի որ շատերի հետ նաեւ կան նորմալ հարաբերություններ, որոշների հետ ընկերական հարաբերություններ եւ չեմ ցանկանում այդ մարդիկ լինեն անօրինականությունների իրականացման շղթայի մի մասնիկը։ Շատ ավելի հեշտ է ասել չէ չեմ անի ես այդ անօրինականությունը, քան անել ու անverջ սпасել թե խղճի առաջ պատասխանատվություն ունենալ եւ սпасել թե երբ են իրենց դուռը թակելու ու հարցնեն եղբայր ինչի արեցիր այս ապօրինությունը։ Շնորհակալ։ Հարգելի հյուրեր, տեսեք, արդեն մոտենում ենք մեր զրույցի վերջնամասին։ Ի վերջո ինձ այդ հարցն էր հետաքրում։ Իրավապահ համակարգը, ընդհանուր իշխանությունները ասում են, որ երկրում կա ահաբեկչությունների վտանգ, այսինքն թե գաղտնալսումները, թե խուզարկությունները արվում են նաև այդ նպատակով կանխարգելելու ահաբեկչությունները։ Ահաբեկչությունը բավական ծանր հանցագործությունն է, չէ՞։ Այո։ Ծանրերի մեջ է, չէ՞։ Ծանրերի մեջ է, ծանրերի մեջ, առանձնապես ծանրերի։ Եթե կա այդպիսի վտանգ, ապա մոնիտորինգը այո պիտի արվի նաև մեդիադաշտի, այսինքն տեսնեն թե որտեղ կա ինչ որ մի նշույլ հանցագործության կամ կասկած կա, գուցե դա էլ հիմք հանդիսանա ինչ որ գործողությունների համար։ Հիմա կրկնվում եմ, չեզոք քաղաքացին փորձում է հասկանալ, եթե ահաբեկչությունների վտանգ կա, ինչպես նշում են իշխանական մարմինները, պաշտոնյաները, ապա պետք է չէ կանխարգելվի դա, թե ոչ։ Այսինքն ինչպես պետք է կանխարգելվի, գուցե եւ գաղտնալսումների միջոցով։ Իհարկե, եթե կա ահաբեկչության վտանգ, եթե կան հիմնավոր փաստեր, որ ինչ որ ենթադրյալ անձին պլանավորում են իրականացնել ահաբեկչություն, առանց տատանվելու եւ երկմտելու պետք է իրականացվի գաղտնալսումներ, բայց օրենքով սահմանված կարգի ընթացակարգի պահպանմամբ։ Այսինքն պետք է դիմեն դատարան։ Դատարան դիմելը չի նշանակում ձևական բնույթ դատարանում ես աշխատել եմ, գիտեմ դատական համակարգում։ Իրանք բավականին փաստեր եւ հիմքեր ու հիմնավորումներ են ներկայացնում, թե որտեղից են վերցրել, որ կա ահաբեկչության վտանգ։ Միգուցե դա իրանք երևակայության արդյունքն է։ Այ եթե դիմեն դատարան, դատարանից վերցնեն դատարանի որոշումը եւ դատարանի որոշման հիման վրա իրականացնեն այդ գաղտնալսումը, ոչ ոք ոչինչ չի ունենա ասելու։ Քան այդ որոշումը հարկ եղած դեպքում բողոքարկել, եթե ասենք գտնեն, որ դա իրականացվել է անօրինական եղանակով, բայց վերադառնալով ձեր հարցի մյուս կոնտեքստին, էլի, եթե պետական մարմինները գտնում են կա ահաբեկչության վտանգ, այդ դեպքում իրանք ավելի մեծ ջանասիրությամբ այս ապօրինի գաղտնալսումներ իրականացրող անձանց ուղղությամբ պետք է քննություն կատարեն, պարզեն թե այդ մարդիկ ովքեր են։ Այդ մարդիկ եթե այսօր ապօրինի գաղտնալսել են ինձ, ձեզ, վաղը կգաղտնալսեն պաշտպանության նախարարին։ Հա, կիմանան թե պաշտպանության նախարարը ում ինչ հանձնարարականներ է տալի, կգաղտնալսեն, չգիտեմ,
արտաքին գործերի նախարարին, կգաղտնալսեն մյուսին, ովքեր կարևոր դերակատարումներ, ենթադրենք ունեն այս պետության, չգիտեմ, պետական անվտանգության կամ ահաբեկչության կանխարգելման տեսանկյունից, բայց ինչի ոչինչ չեն անում։ Եթե կա այդ ահաբեկչության վտանգը, ու եթե իրենք գիտեն, որ կան մարդիկ, ովքեր այտենց հատուկ սարքավորումներ ունեն, մարդկանց գաղտնալսում ու լցում են համացանց, լցում են համացանց, գլխավոր դադախազը, ինչի վարույթ չի նախաձեռնում։ Այս հարցին թող ինձ պատասխան տան։ Ինչի ԱԱԾ պետի ու ՀԿՑ պետի գաղտնալսման դեպքում վարույթ կնախաձեռնվեր, Սամվել Խուդավերդյանի ու, չգիտեմ, Հայկ Շահբազյանի խոսակցությունների դեպքում քրեական վարույթ նախաձեռնելու փաստեր չկան։ Ոչ թե չկան, այլ իրանց ձեռնտու չի այդ վարույթի նախաձեռնումը։ Չնայած հակառակն էլ կա, կարան վարույթ նախաձեռնեն, այդ գործը գցեն միանի վրա, ոչ թե քննեն։ Այ վաղը միսօր քննում ենք, էլի դա ինչ է։ Ինքնին այդ թեզն է կներես Դավիթ ջան, ինքնին այդ թեզն է հնարովի, այսինքն ահաբեկչության մտավախություն այդ թեզը ինքը պետությունը իրավապահ մարմինները այն գործերով, որոնք տվյալները որ ներկայացնում են, գիտենք տարբեր քրեական վարույթներ են նախաձեռնվել, հետապնդումներ, անձինք ազատությունից զրկված են, տասնյակ քաղաքացիների մասին է խոսքը, բայց այն տվյալները, որոնք որ իրենք ներկայացնում են, այդ տվյալները իրենք կասկած հարուցող են։ Ոչ մի տվյալ, որը որ կարող է օրինակ այ անաչառ դիտորդի մոտ, որ ասում ենք այ քաղաքացիները լսեցին բան, բայց երբ որ դու մի հատ խորանում ես այդ տվյալների մեջ, ասում ես Ժորժ ջան, այս ինչ տվյալ եք բերել ահաբեկչության հետ, սա ինչ կապ ունի։ Հասկանում ես, որ ինքը ուղղակի սրանով այն անձին Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը այս կամ այն չափով չի կիսում իրանց հայացքները, այս սրա միջոցով ընդհանրապես պետք է հետապնդման ենթարկվի։ Այս թեզի նպատակը է դա։ Հետապնդման են ենթարկվում արդեն ձեր գործընկերները։ Այո, որը շատ խորը հիմա ամենաաղմկահարույց գործը, որը հիմա դրա մասին շատ է խոսում եւ լրատվամիջոցներում գրվում, կապված է Գյումրիում Ռուբեն Մխիթարյանի, փաստաբան Ռուբեն Մխիթարյանի ձերբակալության, այնուհետև կալանավորման հետ։ Հիմա դարձյալ անաչառ դիտողի տեսանկյունից ենք ուզում հասկանալ, վստահ եմ, որ մեր համակարգացիների գերակշիռ մասը տեղյակ չի, այսինքն ամբողջովին այնպես տեղյակ չի, ինչպես դուք օրինակ, որտեղ ձեր գործընկերն է։ Ինչ է տեղի ունենում, հանցակազմ կա այդտեղ, թե ոչ։ Ուրեմն փորձենք այդ համացանցում կան տարածված տեսանյութեր, որոնցում ակնհայտորեն նկատվում է Ռուբեն Մխիթարյանի գործողությունները։ Ինչ է անում Ռուբեն Մխիթարյանը ամենասկզբից։ Մոտենում է ոստիկաններին, ովքեր փակել են դուռը, ներկայանում է որպես փաստաբան, ասում է ես փաստաբանների պալատի փաստաբան եմ, եւ ցանկանում եմ ներս մտնեմ։ Իրանք արգելափակում են եւ թույլ չեն տալի փաստաբանը, որպեսզի ներս մտնի այդ շենք, որտեղ պետք է իրականացներ կոնկրետ անձանց շահերի պաշտպանություն։ Իսկ մենք գիտենք, ներսում բազմաթիվ անձինք էին գտնվում ԱԱԾ աշխատակիցների հետ մեկտեղ։ Թույլ չեն տալիս, որ մտնի ներս։ Քրեական օրենսգրքում մենք ունենք մի հատ հոդված, որը կոչվում է փաստաբանի մասնագիտական գործունեության իրականացմանը խոչընդոտել։ Ես համոզմունք ունեմ, որ հենց այդ ժամանակ տեղի է ունեցել ենթադրյալ հանցագործություն։ Պետք է թույլատրեին, որպեսզի փաստաբանը իրականացներ իր մասնագիտական գործունեությունը։ Բայց իրավունք ունեն չթույլատրեին։ Ոչ, իրավունք չունեին չթույլատրեին։ Մենք հաճախ ենք ոստիկանական համակարգում բախվում այդ խնդիրներին, որ օրինակ չեն թույլ տալիս բարձրանաս քնչական սենյակ, մինչև քո պաշտպանյալի հետ իրանք չգիտեմ, ինչ որ խոսան, քննարկեն, ճնշումներ բանեցնեն, հա, բայց մենք շատ արագ դիմում ենք մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, չնայած վերջի շրջանում այդ արագ արձագանքման խումբը ոնց որ ամենադանդաղ արձագանքող խումբն է դարձել, ամենայն հարգանքով այնտեղ աշխատողներին, բայց ես դրա փաստն եմ պարզապես ֆիքսում։ Դիմում ենք ոստիկանություն, հանցագործության մասին հաղորդում ենք տալի, այսինքն Ռուբեն Մխիթարյանի իրավունքները հենց սկզբից խոչընդոտվել են։ Երբ որ դիտում ենք հաջորդ տեսանյութը, տեսնում ենք, որ Ռուբեն Մխիթարյանը ձեռքերը վերև բարձրացրած փորձում է եւ ոստիկաններին, եւ ժողովրդին հանդարտեցնել։ Հաջորդ կադրում երևում է Ռուբեն Մխիթարյանի ձեռքերը ոլորում են ու տանում են։ Մեկ էլ մեղադրանք է դրա հետևից ծնվում, բառից բուն իմաստով, որ Ռուբեն Մխիթարյանը, չգիտեմ, խոչընդոտում էր արդարադատության իրականացմանը,
զանգվածային անկարգությունների էր մասնակցում։ Իհարկե, ստե չկա հանցակազմ։ Բայց դա պետք է ապացուցի կամ հերքվի դատարանում արդեն։ Դե նայեք, ստեղ իմ իմացած ինֆորմացիան ու պատկերացումն է դա։ 1-2, այսպես ասած, ոստիկանի, ովքեր տենց խնդիր չունեն, էլի, ինչ ուզես կարան գրեն, տալիս են ինչ-որ ցուցմունք են շարադրում ու ինչ-որ ձև, ես կոնկրետ ծանոթ չեմ դրան, նկարագրում է Ռուբեն Մխիթարյանի որոշակի ոչ իրավաչափ գործողություններ։ Բայց այդտեղ վարույթն իրականացնող մարմինը այդ ոստիկանի ցուցմունքը պետք է համադրի օբյեկտիվ ապացույցի հետ, տեսանյութի հետ։ Ախր տեսանյութում ամեն ինչ պարզ երևում է։ Այս կոնտեքստում խոսել արդարության մասին, արդարադատության մասին, էլի եմ ասում, դա միամտություն է։ Դրա անունը շատ հստակ է։ Դա քաղաքական հետապնդում է քաղաքական պատվերի տեսանկյունով։ Ռուբեն Մխիթարյանը մեր ձևով շարժման գրասենյակի Գյումրու համակարգողներ եւ իրանք ամեն գնով փորձում էին Ռուբեն Մխիթարյանին ինչ-որ ձևով մեկուսացնել իր մշտական գործունեությունից կամ վախի մթնոլորտ սփռել, հա, բայց ես կարդացի Ռուբեն Մխիթարյանի նամակը մեկուսարանից, ոնց որ մեր իշխանություններին չի հաջողվում կալանքի ձևով մարդկանց վախեցնել։ Այդ վախը վաղուց մարդիկ հաղթահարել են եւ հասկացել են, որ կալանավորմամբ ոչ ոք չի վախենում էլ դրանից։ Ինչպես Նարեկ Կարապետյանն էր ասում, կալանավորվելը արդեն պատիվ է եւ ոչ թե ինչ-որ զրկանքների կրման գործիք։ Եվ վերջի հարցը դրանով ամփոփեք մեր զրույցը կրկին չեզոք քաղաքացու տեսանկյունից ենք նայում այն ինչ որ տեղի ունենում իրավական դաշտում։ Մենք տեսնում ենք, որ գործերը շատ են հիմա։ Սա ինչի հետ է կապվում։ Քաղաքացին կարա այդպիսի կարծիք հայտնի կամ ձևավորի իր մեջ, որ ընտրությունները մոտենում են եւ այլն, դա կապված է ինչ որ քաղաքական գործընթացների հետ։ Դուք եք դրա մասին խոսում։ Հիմա քաղաքացին լսում է իշխանամետ ինչ որ լրատվամիջոցներով կամ չեզոք լրատվամիջոցներով լսում է մի կարծիք, հետո ենթադրենք կամ կայքերով, որոնք դիմադիրների կարծիքն են հրապարակում, լսում է իրարամերժ լրիվ ինչ որ իրավիճակներ է, այսինքն այն ինչ որ իրավական համակարգում է տեղի ունենում։ Քաղաքացին գուցե եւ խառնվում է, չի հասկանում, բայց հասկանում է, որ իրավական համակարգում հիմա այս տարի ավելի ինչ որ sense սկանդալային, ինչ որ շատ խիստ սկանդալային իրավիճակ է, sense աղմկահարույց գործերը շատ են, ինչ որ չգիտեմ ինչ է կատարվում։ Տեսնում եմ նախորդ տարիներին դա չկար, հիմա դա կապի ընտրությունների հետ, չկապի, ինչ է տեղում։ Իմ կարծիքով ակնհայտ է, չգիտեմ Արմենի կարծիքը ոնց է, բայց այո, հենց դիտարկենք քաղաքացու կողմից։ Ինչ իրավիճակ մենք ունենք 26 թվական ընտրություններ, ամեն դեպքում իշխանությունը այս պահին իմ պատկերացմամբ, իմ գնահատմամբ խոճապի մեջ է, ինքը իր ամբողջ գործիքակազմը այսօր քաղաքացին պետք է նայի պետությունը ինչ խնդիրներ ունի։ Պետությունը այսօր ինչ գերակա խնդիրների առջև է կանգնած, բայց ինչ է անում, ինքը իր ամբողջ ռեսուրսը եւ իր ամբողջ գործիքակազմը դրել է իր համար ընդդիմադիր, իր հայացքները չկիսող անձանց նկատմամբ ինչ որ չակերտավոր ասեմ քրեական վարույթներ, որովհետև դրանք չես կարող քրեական վարույթ ասես, որովհետև քրեական վարույթ ես ասում, դու ինքնին գնում ես ոնց որ օրինականության դաշտ, այն պարագային, որտեղ օրինականություն չկա։ Իր ամբողջ ռեսուրսը ծախսում է դրա վրա, ամբողջ ռեսուրսը ծախսում է, ինչպես նշեց գործընկերս, ապօրինի միջոցներով անձանց նկատմամբ ճնշումներ գործադրելուն։ Ես միանգամից եմ էլի կապում հենց ընտրությունների հետ, ճիշտ ասած, այս ամբողջ գործընթացը նաև հենց փաստաբանական համայնքի դեմ ուղղված, որովհետև Ռուբեն Մխիթարյանը փաստաբան է, եւ սրանով նաև Ռուբեն Մխիթարյանին գտնելով ինչպես շարժմանը, այնպես նաև փաստաբանների նկատմամբ հա։ Ես կարծում եմ մեր քաղաքացիները իրենց սեփական ուղեղով առաջնորդվելով կվելլուծեն իրավիճակը եւ սեփական դատողությունների կհանգեն, թե ի վերջո սրանք այսպես ասած հատուկ միջոցներ են ընտրություններից առաջ անձանց լրացնելու, թե տենց հատուկ նորմալ երևույթներ են, որը որ պետք է տեղի ունենան բոլոր քաղաքակիրթ իրավական հասարակություններում։ Ես չեմ կարծում, որ մեր քաղաքացիները երկրորդ տարբերակի
այսպես ասած մտածողները շատ կլինեն, բայց կարծում եմ քաղաքացիների համար առաջի տեսակետը ավելի նկատելի ու ակնառու է։ Շնորհակալ եմ, հարգելի հյուրեր, հրավերը ընդունելու համար։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում էի փաստաբաններ Արմեն Ֆերոյանի եւ Լուսինե Մարտիրոսյանի հետ, սա խոսում են գլխավորի մասին այս հաղորդաշարի հերթական թողարկումներ, ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։